Սկանդալային ամուսնալուծությունից հետո երգիչ Անդրեն Հայաստան տեղափոխվեց ու հիմա հայրենիքում շարունակում է շատ ակտիվ գործունեություն ծավալել. նոր երգեր, երաժշտական նախագծեր եւ այլն։ Անդրեն ակտիվ է նաեւ սոցիալական հարթակներում, որտեղ ժամեր առաջ նոր տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է արել. «Ով է ասա, ով է սիրում ավել, ով է տնից ձեր տուն քայլերը հաշվել, ով է տվել համբույրը առաջին, ես եմ, թե դու, արի հարցնենք լուսնին»։ Ահա այսպիսինն է Անդրեի գրառումը, սա իր եւ Սյուզաննա Մելքոնյանի նոր երգի խոսքերն են, հուզիչ ու ռոմանտիկ, ինչպես իր կյանքի պատմությունն է։ Անդրեն հյուր է եղել «Ես կամ» հեռուստանախագծին, որի մասին արդեն ռեպորտաժ պատրաստել ենք։ Անդրեն այդ հանդիպումից նոր կադրերով է կիսվել, որոնք եւս շատ հուզիչ են ստացվել։ Հոլովակներից մեկում երևում է, թե ինչպես է Անդրեն մի երեխայի մազերը կապում, ապա բակում հավաքված երեխաների համար կատարում իր երգերից մեկը։ Սա կարծես թվում է մի քայլ, ժեստ, որով կարող է իր բարի ու լավ մարդու համբավը Անդրեն հետ բերել։ Չմոռանանք, որ դեռ ամիսներ առաջ քննարկվում էր Անդրեի բռնարար տեսակ լինելը։ Սա իհարկե երգիչ Անդրեի նախկին կնոջ Անի Օհանյանի սկանդալային գրառումից հետո էր, որում երգչուհին պարզաբանում էր բաժանման պատճառները։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել այս տեսանյութերը առանց մեկնաբանության։ Ալենը, ով երազում էր տեսնել Անդրեին, իր խոսքում նշել էր. «Ես ուզում եմ տեսնել Անդրեին, իրեն հավանել եմ իրա երգերի համար։ Ես շատ եմ սիրում իրա երգերն ու ամեն օր լսում եմ։ Անդրեի երգերը լսելուց մտածում եմ, որ կուզեմ իրա նման հայրիկ ունենամ։ Ես որ իրան տեսնեմ կհարցնեմ. կլինես իմ ընկերը, ես մենակ եմ», նշել էր օրվա հերոսը։ Արդեն հանդիպումից ու դրա ավարտից հետո Անդրեն ինստագրամյան հարթակում հուզիչ հոլովակով է կիսվել ու գրել. «Պատիվ ունեցա լինել «Ես կամ» հաղորդման հյուրը։ Դիտեք այս շաբաթ օրը ժամը 20:20-ին։ Ալենը ինձ ասաց. «Անդրե ապեր, կլինես իմ ընկերը»։ Նրա մեկ նախադասությունը, որը փոխեց այս հուզիչ հաղորդման ընթացքը, նշել էր Անդրեն։ Անդրեն կիսվել էր նաև ընկերների գրառմամբ. «Անդրե ապեր, ես ընկերներ չունեմ, կլինես իմ ընկերը»։ Ու Անդրեն խոստացավ ամբողջ կյանքում լինել Ալենի կողքին, որի ապացույցն էր երեխային մկրտելն ու կնքահայր լինելը, նշված էր հաղորդագրության մեջ։ Իսկ մենք հավելենք, որ երգիչ Անդրեի անձնական կյանքը վերջին շրջանի ամենաքննարկված թեման է։ Նրա եւ երգչուհի Անի Օհանյանի ամուսնալուծությունն ու դրա սկանդալային, առեղծվածային մանրամասները ցնցել էին համացանցը շատ երկար ժամանակ։ Հավելենք նաև, որ ամիսներ առաջ Անի Օհանյանն իր սոցիալական էջերում գրառում կատարեց, որով էլ հաստատեց իր եւ Անդրեի ամուսնալուծությունը։ Ինչպես երևում է, ամուսնալուծության մանրամասներն այդքան էլ հաճելի չեն, քանի որ Անդրեին Անին մեղադրում է բռնության մեջ։ Երգիչ Անդրեի նախկին կնոջ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։ 2024 թվականի տարեվերջին մամուլում Star News-ն առաջինն էր հրապարակում արել այն մասին, որ երգիչն ու կինը՝ երգչուհի Անի Օհանյանը բաժանվել են։ Տևական լռությունից հետո Անի Օհանյանը գրառում կատարեց, որում թեև Անդրեի անունը չի նշել, բայց բովանդակությունից պարզ է դառնում, որ խոսում է հենց նրա մասին։ Անին գրել էր հետևյալը. «Իմ ճանապարհը լի էր վախերով ու պայքարով։ Ես սիրում էի այն մարդուն, ով հմայեց ինձ, բայց ջենթլմենի գեղեցիկ դիմակի հետևում սարսափելին էր թաքնված։ Սկզբում ամբողջ ժողովրդի աչքի առաջ ծնվեց հեքիաթը։ Դուք հավատացիք նրան այնպես, ինչպես ես։ Շուտով աշխարհը սկսվեց փլուզվել։
Իմ ամեն օրը սկսվում էր տագնապով ու անհանգստություններով։ Այսօր նա չար կլինի, թե բարի։ Նորից կվիրավորի, կհարվածի, թե կրկին սպառնալու է, որ կզրկի երեխայից։ Ես կարծում էի, որ կարող եմ փրկել ընտանիքը և փոխել նրան դեպի լավը, սակայն նրա ագրեսիան միայն աճում էր։ Նա չէր գիտակցում, թե որքան ցավ է պատճառում ինձ։ Ես զգում էի, որ հոգիս դանդաղորեն քանդվում է, բայց շարունակում էի հուսալ, որ նա կհասկանա ու կփոխվի։ Ես հասկացա, որ սերը չպետք է տառապանք բերի։ Կներես բառը ելք չէ։ Դա անընդհատ կրկնվում էր։ Այսօր ես համարձակվում եմ խոսել։ Այս ամբողջ ընթացքում ես ստիպված էի ժպտալ տեսախցիկների և մարդկանց առջև, ցուցադրել երջանկություն, այն ժամանակ, երբ ոչ ոք չգիտեր, թե ինչ է կատարվում փակ դռների հետևում։ Այս գրառումը ոչ միայն աղաղակ հոգու, դա կոչ է բոլոր կանանց, ովքեր տառապում են ինձ նման։ Աղջիկներ, կանայք, մայրեր, դուք արժանի եք սիրո, որը բերում է լույս և ոչ թե խավար։ Ինստագրամյան իր էջում գրել էր երգչուհին։ Իսկ մենք հավելենք նաև, որ վերջին ամիսների ընթացքում զույգը սկսել է դստեր մասնակցությամբ բացառիկ հրապարակումներ անել սոցիալական հարթակներում։ Դրանք հաջորդում են մեկը մյուսին։ Եթե մի օր Անդրեն որևէ լուսանկար կամ տեսանյութ է հրապարակում, դրան անպայման հաջորդում է Անիի ջերմ հրապարակումը դստեր մասնակցությամբ։ Star News-ն առանձնացրել է մի քանի տեսանյութ, առաջարկում ենք դիտել դրանք։ Հիմա դու